Ուրեմն մենք անցնում ենք սերիան արդեն փոխել ենք եւ անցել ենք Քրիստոսի դպրոց սերիային եւ առաջին դասի վերնագիրը հոգեվոր կրթության հիմքը։ Քրիստոսի դպրոց սերիա եւ առաջին դասը հոգեվոր կրթության հիմքը։ Ու ես կկարդամ Եզեկիել 40-րդ գլուխ 2-ից 4 համարները։ Աստծո տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը եւ ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց եւ նրա վրա մի քաղաքի շինության պես բան կար դեպի հարավի կողմը։ Եվ ինձ տարավ այնտեղ եւ ահա մի մարդ, որի երևույթը պղնձի երևույթի պես էր եւ ձեռքին մի քթանի լար եւ չափի եղեգը եւ նա կանգնած էր դռան մեջ եւ այն մարդը խոսեց ինձ հետ. Մարդի որդի, նայիր աչքերովդ եւ ականջներովդ լսիր եւ ուշադրություն արա այն ամենին, ինչ որ ես քեզ ցույց եմ տալիս, որտեվ քեզ ցույց տալու համար բերվեցար դու այստեղ։ Ամեն ինչ որ տեսնում ես, պատմիր Իսրայելի տանը։ Եզեկիել 40-րդ գլուխ 2-ից 4 համարները։ Ամեն եւս մեկ համար կարդամ։ Եզեկիել 40-րդ գլուխ 10-ից 11 համարները։ Եզեկիել 40 10-ից 11 համարները։ Եվ դրան խոցերը դեպի արևելք 3 այս կողմից 3 այն կողմից, նրանց երեքի չափն էլ 1 էր եւ դրանդիների չափն էլ 1 էր այս կողմի եւ այն կողմի, եւ չափեց դրան մուտքի լայնությունը 10 կանգուն, դրան երկայնությունը 13 կանգուն։ Եվ այստեղ Եզեկիել 40-րդ գլխի 2-ից 4 համարներում, երբ որ նայում ենք, ասում է ինձ տեսիլքով տարեց եւ ինձ ինչ-որ բան էր ցույց տալիս։ Մարգարեն ասում։ Եվ ասես նայիր այս ամենը։ Ես ամենը ինչ որ դու տեսնում ես, այս ամենը գնա իմ ժողովրդին փոխանցի ու ասա իմ ժողովրդին, որ այսպես պիտի լինի։ Այսինքն Աստված Եզեկիելին ցույց էր տալիս եկեղեցու օրինակը, ինչպիսին պիտի լինի։ Այսինքն Աստծո ժողովուրդը ինչ որ մի բան բաց էր թողել եւ դրա համար Աստված մարգարեն ցույց էր տալիս ու ասում էր այս օրինակը, որ դու տեսնում ես, գնա ու իմ ժողովրդին ասա, որ պետք է այս օրինակին նմանվեն, որ այսպես վարվեն։ Տեսեք, մի քանի համար էլ պետք է կարդանք։ Մատթեոս 11:29-ում Տեր Հիսուսը ասում էր. ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք։ Եվ Եփեսացիների 4:20-ը ասում է, բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին։ Այսինքն դուք ինչ-որ մի բան գիտեք, բայց ինչ-որ մի բան պակաս է։ Դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին։ Իսկ Տեր Հիսուսը ինքը ասում էր, ձեզ վրա առեք իմ լուծը։ Եվ գիտեք, ասում է, երբ որ Տեր Հիսուսը ջրի մկրտությունը ընդունեց, երկնքից մի ձայն հնչեց ու ասեց. սա է իմ սիրելի որդին, որի վրա է իմ ամբողջ բարեհաճությունը։ Ամեն։ Գիտեք, Սուրբ Հոգու առաջին գործը, երբ որ անում է, մեզ ցույց է տալիս օրինակը։ Ինչպիսին պետք է մենք լինենք։ Որն է մեր օրինակը։ Ինչպես պետք է նմանվենք, ում պետք է նմանվենք։ Եթե մարդ չգիտի, թե ում պետք է նմանվի, երբ որ այսօր տարածված է, չէ՞, այդպիսի բան, երբ որ երեխան ինքը հայրը բարկացկոտ է եղնում, չէ՞։ Նույնը ցույց են տալիս, որ երեխան է նույն բանն անում։ Հայրը ծխում է, նույնը ցույց են տալիս, որ երեխան է անում։ Նույնը մայրերից կարան այդ նույն բաները կրկնօրինակեն։ Ինչի՞, որտեվ երեխայի համար օրինակը իր ծնողն է։ Եվ նույնը մեզ համար, մեր քրիստոնեական կյանքի համար, մեր օրինակը ով է։ Մենք պետք է տեսնենք օրինակը։ Եվ Աստված առաջին գործը, որ մեզ ցույց է տալիս, անում է մեր կյանքում, ցույց է տալիս այն օբյեկտը, որին պետք է մենք նմանվենք։ Այսօր շատ քրիստոնյաներ փորձում են, որ Աստծուն նմանվեն սուբյեկտիվորեն, թողնելով նրան, որ կարող ենք օբյեկտիվորեն նմանվենք։ Այսինքն, համընդհանուր եկեղեցու մեջ, եկեղեցուն ոնց են վարվում, այսպես էլ ես փորձեմ Քրիստոսին նմանվել, բայց մեզանից յուրաքանչյուրին սերունդներ անհատական մոտեցում է պետք Տիրոջ հետ։ Անհատապես նրան ճանաչելու։ Տեր Հիսուսը ասեց, ինչ են ասում, ով եմ ես։ Մեկը ասեց մարգարեներից մեկը, մեկը ասեց Եղիան, մեկը ասեց, մեկը այն ասեց, իսկ դուք ինչ եք ասում։ Ով եմ ես ձեր համար։ Լավ, եկեղեցում ինչ որ ասում են, քեզ համար ես ով եմ։ Ճանաչում ես արդյոք ինձ թե չէ։
Եվ այսօր Աստվածային գործը Սուրբ Հոգու գործը նրանում է կայանում, որպեսզի մեզ ցույց տա այն օբյեկտը, որին որ մենք պետք է նմանվենք։ Ես ձեզ ասացի, ես միացրած եմ թողել։ Այն օբյեկտը, որին որ պետք է մենք նմանվենք։ Եվ երբ որ Եզեկիելին Աստված ասում էր ցույց տուր ժողովրդին, եւ երբ որ խոսում է տան մասին Աստծո խոսքում, եւ հատուկ չի նշում, որ Կորնելիոսի տունը կամ այսինչի տունը, դա միշտ նշանակում է, որ եկեղեցուն է այդ խոսքը ուղղված։ Եվ այսօր երբ որ Եզեկիելին ասում էր ցույց տուր տանը, դա նշանակում էր եկեղեցին ինչ որ մի բանից ինքը շեղվել է։ Եկեղեցին ինքը վերականգնվելու, վերադառնալու խնդիր ունի։ Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրը Աստծո Սուրբ Հոգու տաճարն ենք, ամեն։ Եվ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի այդ օբյեկտին նմանվելու, այդ օբյեկտին նայելու, որպեսզի տեսնենք ու ուզենանք նրան նմանվենք։ Եվ այսպեսով մենք հասկանում ենք, որ առաջին գործը, որ Սուրբ Հոգին մեր կյանքում անում է, ցույց է տալիս Հիսուս Քրիստոսին, որ մենք պետք է նրան նմանվենք։ Եվ դրա համար Աստծո խոսքը ասում է. «Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»։ Աստծո ամբողջ բարեհաճությունը մենք պետք է հասկանանք, որ միմիայն Քրիստոսի վրա է, ոչ մեզ վրա, այլ Քրիստոսի վրա։ Երբ որ Տեր Հիսուսը ջրի մկրտությունով անցավ ու երկինքը ճեղքվեց ու Սուրբ Հոգին իջավ, այդ օծությունը իջավ սելներ, այդ նույնը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին գալիս է օծությունը միմիայն Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ նույնը մենք տեսնում ենք Պենտեկոստեի օրը։ Երբ որ Պենտեկոստեի օր երկինքը ճեղքվեց եւ Սուրբ Հոգին իջավ ում վրա։ Հիսուսի վրա իջավ։ Երբ որ Հիսուսը մեր կյանքի մեջ կա, այդ ժամանակ Աստծո օծությունը գալիս է։ Առաջինը նա մեզ ցույց է տալիս այդ օբյեկտը, նրան, ում որ մենք պետք է նմանվենք։ Եվ երկրորդը մեզ գիտեք ինչ է ցույց տալիս։ Ցույց է տալիս այն, որ մենք լրիվ տարբեր ենք նրանից։ Լրիվ տարբեր ենք։ Մենք այլ ենք, ինքը ուրիշ է։ Մենք չենք կարող նրան նմանվել, որտեղ Աստծո խոսքը մեզ ասում է ձեր արդարությունը կեղտոտ լաթի պես է։ Մեր լավագույն, ամենալավագույն գործերը, մեր ամենալավագույն տաղանդները ոչ մի բան են ու զրո են նրա առաջ, ինչ որ Հիսուս Քրիստոսն է սիրելիներ։ Մեր ոչ մի արդարություն, մեր ոչ մի արած գործերը չեն կարող հոր բարեհաճությունը շահել, որովհետև երկնքից ձայն հնչեց ու ասեց. «Սա է իմ սիրելի որդին, որի վրա է իմ ողջ բարեհաճությունը»։ Հայր Աստծո ամբողջ բարեհաճությունը միմիայն Հիսուս Քրիստոսի վրա է։ Եվ Աստված երկրորդ բանը մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է նմանվենք նրան ու մենք լրիվ տարբեր ենք ու ինքը տարբեր է։ Մենք տարբեր ենք նրանից սիրելիներ։ Եվ եթե մարդիկ մեր մեջ չեն կարողանում տեսնել Քրիստոսին, նշանակում է մենք կարիք ունենք ուղղվելու։ Նշանակում է ինչ որ մի բան մեր կյանքի մեջ շեղվել է։ Նշանակում է մենք կարիք ունենք նրան նայելու, որպեսզի երբ որ նրան նայենք, մենք նրա այդ արտացոլանքից մենք է կերպարանափոխվենք սիրելիներ։ Ամեն, որտեվ Աստծո խոսքը ասում է, չէ, աշկ թարթել բացելու պես մենք կտեսնենք ու կերպարանափոխվենք, նրա նման կդառնանք։ Բայց այս երկրի վրա ապրելով, ինչքան մենք նայում ենք նրան, ինչքան որ մենք նրա հետ հաղորդակցում ենք, ինչքան որ մենք նրա հետ շփվում ենք, այնքան մենք տեսնում ենք, որ մեր էությունը փոխվում է։ Մեր անգամ խոսելաձևն է փոխվում։ Մեր անգամ հագնված ոճն է փոխվում։ Մեր վարվեցողությունն է փոխվում։ Ամեն։ Մի եղբայր ասում էր, ես հասկացել եմ, ասում եմ, որ այս քույրիկը ապաշխարել է։ Ասում եմ, ո՞նց։ Ասում եմ, նախկինում էլ էր օֆիսը ինքը մաքրում, բայց այն ժամանակ այդքան լավ չէր մաքրում։ Հիմա սկսել է այն անկյունների փոշիներից հետ մաքրելը։ Այսինքն փոքր մի հատ քայլ։ Մեր վերաբերմունքը, մեր խոսքը, մեր հագնվածքը ինչ են խոսում այսօր։ Արդյոք խոսում են Քրիստոսի մասին։ Արդյոք վկայում են Քրիստոսի մասին։ Տիրոջ խոսքը ասում է, որ ձեր բարի գործերը տեսնեն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Ինչ են վկայում մեր գործերը։ Ինչ է վկայում մեր խոսքը։ Եվ դրա համար, որպեսզի մենք մեզանով ներկայացնենք Հիսուս Քրիստոսին, մենք կարիք ունենք նայելու նրան։ Եվ կարիք ունենք հասկանալու մի կարևոր բան սելներ, որ մենք տարբեր ենք ու նա լրիվ տարբեր է։ Շատ տարբեր ենք նրանից։ Մեր ամենալավագույն բաները, ինչ էլ որ ուզում է անենք սելներ, ոչ մի բան են, եթե այդ ամեն ինչը ներշնչված չէ նրա Սուրբ Հոգուց։ Ամեն։ Որտեվ կարանք մեր տաղանդները ներդնենք անգամ եկեղեցու մեջ, ներդիր քո տաղանդները, մի օր հոգնելու ես, մի օր հիասթափվելու ես,
մի օր ասելու ես արեցի, ոչ մեկ չնկատեց։ Բայց երբ որ այս ամեն ինչ անում ենք Սուրբ Հոգուց ներշնչված, բայց երբ որ այս ամեն ինչ անում ենք Հիսուս Քրիստոսի ներկայությամբ առաջնորդված, մենք տեսնում ենք մեր կյանքի մեջ փոփոխություն։ Եվ դրա համար Աստված մեզ ցույց է տալիս, որ մենք տարբեր ենք եւ հաջորդ մի բանը, որ ցույց է տալիս, որ անհնար է նրան նմանվել։ Անհնար է նրան նմանվել, սիրելիներ։ Եվ դրա համար Մարգարեն ասում էր ցույց տուր ժողովրդին տաճարի օրինակը։ Եվ այսօր ուզում եմ ինձ ու քեզ ասել. ցույց տուր աշխարհին օրինակը, Քրիստոսի օրինակը։ Մարդիկ կարիք ունեն այդ օրինակի։ Եվ այդ օրինակը ով պետք է ցույց տա, եթե ոչ եկեղեցին, սիրելիներ։ Եթե ոչ ես ու դու, ցույց տուր աշխարհին Քրիստոսի օրինակը։ Քո խոսքով, քո վարքով, քո վերաբերմունքով, քո ավետարանով ցույց տուր ժողովրդին, այս մարդկանց, այս աշխարհին այն օրինակը, որին պետք է իրենք նմանվեն։ Եվ որ մարդը ինքը տեսնում է, որ ինքը տարբեր է ու կարիք ունի այս օրինակին նմանվելու, սա կարևորագույն դասերից մեկն է մեր քրիստոնեական կյանքի մեջ։ Քանի դեռ մարդը ինքը իր վրա վստահ է, ինքնավստահ է ու կարծում է, որ ինքը ամեն ինչ կարա անի, ասում է զորքը չի փրկվելու, չէ, ազգը չի փրկվելու զորքի շատությունով կամ ձիերի զորությունով, ոչ մի բանով, այլ ժողովուրդը կփրկվի միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով, միմիայն Աստծո զորությունով, ամեն։ Ոչ ուժով, ոչ զորությունով, այլ իմ հոգով, ասում է Աստծո խոսքը։ Մենք Աստծո հոգով պետք է գնանք։ Ցույց տուր օրինակ է ժողովրդին։ Երբ որ հետաքրքիր մի հատ բան կա, երբ որ Տեր Հիսուսը 5000-ին կերակրեց, առաքյալները եկան Տեր Հիսուսի մոտ ու ասեցին. Տեր, ինչ պետք է անենք, միգուցե ժողովրդին բաց թողնենք, Տերը ասեց, չէ, պետք է կերակրենք։ Եվ հանկարծ մի պատանի հայտնվեց, գիտենք, չէ, 5 հաց 2 ձուկ ուներ, թե հակառակը, բերեց ու Տերը օրհնեց, բազմացրեց ու 5000-ը կերակրվեց։ Եվ դրանից շատ կարճ ժամանակ էր անցել ու 7000-ն էին հավաքվել։ Նորից առաքյալները երևի թե արդեն սովորել էին, թե հեսա Տեր Հիսուսին մոտենանք, Տեր Հիսուսին կասենք, Տեր Հիսուսը մի հատ հրաշք կանի, 7000-ին կկերակրի։ Նույն սցենարով մոտեցան. Տեր, միգուցե ժողովրդին արձակենք։ Եվ ինձ դուր է գալիս Տեր Հիսուսի պատասխանը։ Նա ասեց դուք կերակրեք։ Գիտեք, երբեմն մենք մեր հույսը դնում ենք, որ այս մարդը կարա անի, այս մյուսը կարա անի, Տերը կայցելի, հովիվը կանի, այս ինչ ծառայողը կանի, բայց այսօր Աստծո խոսքը մեզանից յուրաքանչյուրի համար հնչում է. դուք կերակրեք։ Այս աշխարհը օրինակի կարիք ունի։ Այս աշխարհը Քրիստոսի օրինակի կարիքն ունի։ Մենք պետք է այս աշխարհին տանք, սիրելիներ։ Ամեն։ Մենք պետք է այս աշխարհին մատուցենք։ Եվ Աստծո մարդկանցից մեկը ասում է գնացեք ամբողջ աշխարհը ավետարանեցեք, երբեմն էլ որ պետք լինի խոսացեք։ Այսինքն մենք մեր վարքով, մեր պահվածքով մենք պետք է վկայենք, մարդիկ պետք է մեզ տեսնելով տեսնեն տարբերությունը իրենց եւ մեր։ Եվ այդ ժամանակ պետք է մեզ արդեն իրեն կարծենք, ասեն, «Էս ինչա քո հետ կատարում, էս ինչի ես դու ես տարբեր» ու դու կսկսես վկայել նրա մասին, ով որ քեզ փոխել է, ով որ քո կյանքը փոխել է ու կարող է տվյալ մարդու կյանքը փոխել։ Ամեն։ Քրիստոսը տարբեր է մեզանից։ Նույնիսկ մեր մարդկային լավագույն կամքը այլ կամք է, սիրելիներ։ Ոչ մի բան չի կարող հավասարվել դրան։ Աստվածային օրինակը դա Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Եվ ամենակարևորը, երբ որ մենք այս ամեն ինչը հասկանում ենք, սիրելիներ, մենք արդեն գալիս ենք ու երբ որ հասկանում ենք, որ մենք տարբեր ենք նրանից ու մենք չենք կարող նրան նմանվել, երբ որ Սուրբ Հոգին այս լավագույն դասը մեզ սովորեցնում է, մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչը միմիայն կարող ենք, երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ միջամտի, երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ գործի, երբ որ ամեն անգամ գալիս ես ու ասում ես. Տեր, եթե դու ինձ չօգնես, Տեր, եթե դու իմ միջոցով չգործես, Տեր, եթե դու չմիջամտես, ամեն անգամ երբ որ ամբիոնի մոտ կանգնում ես ու ասում ես. Տեր, եթե դու իմ միջոցով չխոսես, ես ոչինչ չեմ կարող անել։ Ես ոչինչ չեմ կարող մարդկանց ծառայել։ Ամեն անգամ երբ որ մեկին այցելում ես, ասում ես. Տեր, ես իմ ուժով ու իմ տաղանդով ու իմ փորձով ոչ մի բան չեմ կարող։ Որտեվ մի քիչ քո փորձին հենվես, մի քիչ անելու ես ու սպառվելու ես իրենից։ Ու այլևս չես կարողանալու անես։ Այս օրինակը մի քանի տեղ բերել եմ, նորից ուզում եմ այստեղ էլ ասել։ Երգչախմբում երկար տարիներ ծառայել եմ ու երգչախմբի ավագն էի ու սովոր էի։ Մի երկուսը կային իմ սիրելի ընկերներից, որ իրենց պետք է ամեն կիրակի ես ժամը 9-ին զանգեի, զարթնացնեի
ու հիշացնեի, որ Շուշանակ ժամը 10-ին եղեք եկեղեցում, որ պետք է արդեն փորձ անենք 11-ին սկսենք ծառայությունը ու նորմալ սրտանց այս ամեն ինչ անում էի առանց տրտնջալու, առանց բողոքելու։ Եվ եկավ ժամանակ, որ արդեն ես նյարդայնանում եմ, արդեն նեղվում եմ, արդեն մի քիչ ուշանում են իրանց հետ չոր ու կոպիտ եմ խոսում։ Հետո մի պահ կանգ առա, ասեցի, ես ինչ եմ անում, լսպասի։ Ու ես մի բան հասկացա, որ կարծես թե այդ խողովակից կտրվել եմ, այն ինչից, որ ես Տիրոջից որ սնվում եմ, սկսել եմ իմ մարդկային ուժերից տալը ու սպառվում եմ։ Այն ինչ որ ինձնից կա, ես տալիս եմ ու սրա արդյունքում ես սպառվում եմ ու էլ չեմ կարողանում անել։ Եվ եթե մենք ուշադիր լինենք, մեզանից յուրաքանչյուրը մեր ծառայության ընթացքում այսպիսի բաների հետ առճակատվում ենք, բախվում ենք ու տեսնում ենք, որ այսպիսի հարցերում մենք հայտնվում ենք, եւ կարիք կա, որ մենք վերադառնանք այդ ակունքին, սիրելիներ։ Կարիք կա, որ գնանք ու ասենք, Տեր, ես ուզում եմ քեզանով լցվեմ։ Ու եկավ ժամանակ, ես բաց թողեցի, ասեցի, ես կարիք ունեմ Տիրոջ մոտ գնալու, որտեվ ես ինձանից տալիս եմ, արդեն վնասում եմ, ես կարիք ունեմ նրանից առնելու։ Եվ Պողոս առաքյալը ասում էր, եւ կենթանի եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոս է կենթանի ինձանում, Գաղատացիների 2:20-ը։ Ոչ թե ես եմ կենթանի, այլ Քրիստոսն է կենթանի։ Եվ սա լոկ խոսքեր չի, սա կյանքի ապրումներ է, երբ որ մարդը բախվում է ու հասկանում է, որ այլևս ոչ թե ես պիտի կենթանի լինեմ, այլևս ոչ թե ես պիտի գործեմ, այլ Քրիստոսը իմ միջոցով պիտի գործի, որտեվ իմ տվածը ժամանակավոր է, սիրելիներ։ Իմ տվածը փչացման օրենքին ենթակա է, բայց այն ինչ որ Աստված տալիս է, նա հավիտենական է։ Ամեն։ Այս աշխարհի վրա ինչ որ մենք տեսնում ենք, փչացման օրենքին ենթակա է։ Մի օր փչանալու է, մի օր փթելու է, մի օր ոչնչանալու է, բայց այն ինչ որ Աստված տալիս է, դա հավիտենական է ու մնայուն է։ Ոչ թե ես եմ կենթանի, այլ Քրիստոսն է իմ մեջ կենթանի։ Եվ եկեք տեսնենք խաչելությունից հետո ու Պենտեկոստեից հետո ինչ էր կատարում առաքյալների հետ։ Ինչ եք կարծում, այս մարդիկ փոխվեցին։ Նույն վախվորած մարդիկն էին։ Թաքնվել էին Հիսուսի խաչելությունից հետո։ Բոլորը թաքնվել էին։ Բայց հանկարծ Սուրբ Հոգու զորությունը եկավ իրանց վրա։ Ինչ կատարվեց։ Այս վախվորած թաքնված մարդիկ հանկարծ հայտնվեցին փողոցներում, ու Պետրոսը սկսեց քարոզել, 5000 ապաշխարեց։ Ապաշխարեցեք, ասում էր։ Ինչ եք կարծում, այդ նույն սարսափ տարածող մարդիկ չկային, կային։ Նույն ձև էլի վերցրեցին ու քրիստոնյաներին գցեցին բանտերը, նույն ձև սպանեցին, մարտիրոսվեցին նրանցից շատերը։ Բայց Սուրբ Հոգու զորությունը, երբ որ գալիս է մարդու կյանքի մեջ, մարդու էությունն է փոխում, սիրելիներ։ Ու այդ մարդիկ, այդ վախվորած մարդիկ սկսում են զորությամբ գործել։ Ամեն։ Նայենք վախկոտ Գեդեոնին։ Վախեցած էր, բայց Տերը եկավ նրան։ Տերը այցելեց նրան։ Ու երբ որ արդեն փղշտացիները լսում են Գեդեոնի անունը միայն, սարսափում են։ Ինչու՞։ Աստված կարող է այսպիսի բաներ անել։ Երբ որ Սուրբ Հոգու զորությունը գալիս է մեզ վրա, եւ այդ վախվորած աշակերտները, որ թաքնվել էին, որ հանկարծ ոչ ոք իրանց չնկատի, երբ որ Սուրբ Հոգու այցելությունն եկավ, Պենտեկոստեն եղավ, նրանց կյանքի մեջ ամեն բան փոխվեց։ Փառք Տիրոջ դրա համար։ Եվ այսօր մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգու զորությունը մեզ այցելի։ Ամեն։ Եվ Պողոս առաքյալը Փիլիպպեցիների 3:8-ում ասում էր. ամեն բաները վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար։ Ամեն բաները վնաս եմ համարում։ Եվ եթե մեր քրիստոնեական կյանքի մեջ մենք չհասանք սրան, որ ամեն բաները վնաս համարենք, որ ամեն բան աղբ համարենք, միայն թե նրան ունենամ, եթե մեր մեջ այս ցանկությունը չլինի, ուրեմն սիրելիներ, սա մի հատ լավ ինդիկատոր է, որ մենք կարանք մեր կյանքի մեջ այս ցուցիչը որպես օգտագործենք ու տեսնենք, արդյոք մենք այս երկրից կպած ենք, թե չէ։ Արդյոք ամեն բան աղբ եմ համարում, Պողոս առաքյալը ասում է։ Արդյոք ամեն բան աղբ եմ համարում, միայն թե նրան ունենամ, որտեղ Քրիստոսը ամեն բանից առավել է ինձ համար։ Եվ վերջին տեղը, որ ուզում եմ ասել, Զաքարիա 4:2-ում Աստված Զորաբաբելին արթնացնում է խորը քնից, հոգևոր քնից, եւ նրան մի հարց է տալիս ու ասում է. ինչ ես տեսնում։ Ու Զորաբաբելը պատասխանում է, ասում է. տեսնում եմ բոլորովին ոսկի աշտանակ։ Ինչ ես տեսնում։ Եվ ինձ դուր է գալիս Աստծո այդ հարցը երբեմն, որ տալիս է մարդկանց։ Ինչ ես տեսնում։
Երբ որ կույրը եկավ Տեր Հիսուսի մոտ ու Տեր Հիսուսին խնդրում էր, որ բժշկի, իշմեք չէ, հողից բան սարքեց, ասեց լվացվի ու ասեց ինչ ես տեսնում, ասեց տեսնում եմ մարդկանց ծառերի նման։ Եվ երբեմն մեզ թվում է, թե մենք տեսնում ենք, բայց չենք տեսնում։ Երբեմն տեսնում ենք, բայց շաղված ինչ-որ բաներ ենք տեսնում, մենք կարիք ունենք նորից մոտենալու Տիրոջ, ասենք Տեր, հպվիր իմ աչքերին, որովհետև ես ուզում եմ տեսնել այնպես, ինչպես որ դու ես տեսնում։ Սա մեր հոգևոր կյանքի համար եմ ասում։ Մեզ պետք չի շոշափելով քայլել, մեզ պետք է տեսնել, նրա տեսողությունը ունենալ։ Եվ Զորաբաբելին ասեց, ինչ ես տեսնում, ասեց, տեսնում եմ բոլորովին ոսկի աշտանակ։ Այսինքն նա տեսնում էր եկեղեցին լի Աստծով։ Միայն այն ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին սերներ մեզ այցելում է, եւ մեզ ցույց է տալիս օրինակը, եւ մեզ տալիս է հայտնությունը, ինչպիսին է նա ուզում տեսնել իր եկեղեցին, ինչպիսին է ուզում անհատապես յուրաքանչյուր ամեն մեկից, այդ ժամանակ մենք տեսնում ենք մեր տարբերությունը, տեսնում ենք, թե ինչքան հեռվում ենք թողել այդ նշանակետը, որ կարիք ունենք վերադառնալու նրան։ Ոնց որ առաջին դասում խոսացվեց, չէ, այդ ճրակակալը մի փոքր էլ շեղվում է սելներ, այդ յուղը ուրիշ տեղ է կաթում։ Եվ մի օր այդ ճրակակալի մեջից այդ կրակը կմարի, ինչի, որտեվ յուղ չկա։ Եվ մենք կարիք ունենք, որ երբ որ գալիս է Սուրբ Հոգու հայտնությունը մեր կյանքի մեջ, մենք կարիք ունենք տեսնելու օրինակը եւ ուղղվելու։ Եվ հայտնության գրքի մեջ մենք տեսնում ենք, որ աշտանակը դա նշանակում էր եկեղեցին։ Իսկ ոսկին դա Աստված։ Այսինքն նա տեսավ եկեղեցին լի Աստծով, բայց միևնույն ժամանակ տեսավ ինչքան տարբերություն կա։ Ինչքան կարիք կա, որ ես նմանվեմ Աստծով լի լինեմ, որպես տաճար, որպես եկեղեցի, մենք կարիք ունենք լի լինելու Աստծով, ամբողջությամբ ընկղված լինելու նրանով, ամբողջությամբ հափշտակված լինել նրանով, միմիայն նրանով։ Տեր, ես ուզում եմ քեզանով հափշտակված լինել։ Տեր, ես ուզում եմ քեզանով ներծծված լինել։ Տեր, ես ուզում եմ իմ մեջ քեզ տեսնել։ Տեր, ես չեմ ուզում, որ իմ անձը երևա, այլ ես ուզում եմ քո անձը երևա, Տեր Հիսուս, որ դու երևաս ու դու փառավորվես իմ ամեն արածի ու իմ ամեն արած գործերի մեջ։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ Տեր Հիսուսին մոտեցան ու ասեցին. ցույց տուր մեզ հորը։ Հիսուսն է պատասխանեց ու ասեց. ինձ տեսնողը հորը տեսավ։ Այսինքն նա մեզ տրված է նրա համար, որ նա հիմա մեր միջոցով ապրի Քրիստոսի կյանքը։ Ճիշտ նույն կերպով ինչպես կապրեր Քրիստոսը, եթե ներկա լիներ այստեղ անձամբ։ Ինչպես նա կապրեր։ Ուրեմն Սուրբ Հոգին տրվել է մեզ սերներ, որ մենք ապրենք Քրիստոսի կյանքը, որ մեզ տեսնողները տեսնեն Քրիստոսին։ Եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է։ Եվ մենք այսօր Քրիստոսի գործը շարունակում ենք։ Մարդիկ մեր մեջ պետք է տեսնեն Քրիստոսին։ Մարդիկ մեր խոսքերից ասում են, թող ձեր խոսքը աղով համեմված լինի, չէ՞։ Մեր խոսքերից պետք է մարդիկ օրհնվեն, մեր վերաբերմունքից պետք է մարդիկ հանդիմանվեն անգամ։ Մարդիկ պետք է Քրիստոսին հպվեն։ Ինձ դուր է գալիս այդ Սատուս Սունտար Սինգը, լսած կլինեք, հնդիկ մի առաքյալ։ Ասում է, երբ որ լիֆտի դռները բացվեց, նա ոչ մի բան չհասցրեց խոսել։ Երբ որ լիֆտի դռները բացվեց, մարդիկ նրան նայեցին ու ասեցին. Հիսուսին ենք տեսնում։ Թող մարդիկ իմ մեջ Հիսուսին տեսնեն։ Իսկ որպեսզի Հիսուսին տեսնեն, մենք պետք է նայենք այդ օրինակին։ Մենք պետք է ձգտենք այդ օրինակին նմանվենք ու հասկանանք, որ մեր մարդկային ոչ մի արդարություն, ոչ մի տաղաններ, ոչ մի շնորհներ, ոչ մի բան են, զրո են։ Մենք ոչինչով չենք կարող։ Մեր արդարությունը կեղտոտ լաթի պես է։ Մենք կարիք ունենք, որ նմանվենք նրան, որ Սուրբ Հոգուն խնդրենք ու ասենք. Տեր, նմանեցրու ինձ քո որդու Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Փառք Տիրոջ, եկեք աղոթենք։ Տեր իմ